Փաշինյանը եւ Պուտինը պայմանավորվել են հանդիպել առաջիկա հարմար առիթով։ Ռուսաստանը պետք է դիրքավորվի երկաթուղու հարցում։ Արտգործնախարար Միրզոյանը խոսել է այն մասին, թե ինչ է պետք անել, որ հայկական երկաթուղիները չզրկվեն մրցակցայնությունից։ Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը։ Իրանում ռեժիմի փոփոխությունը փաստացի արդեն ընթացքի մեջ է, ԱՄՆ նախագահը հայտարարել է, եթե բանակցությունները ձախողվեն, ապա պարզապես կշարունակեն ռմբակոծել, որքան ուզեն։ Բարի կեսօր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր կողմեր, այդ թվում համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլը, ընդգծելով, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմից էլ փոխանցել են Փաշինյանը եւ Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով, այլ մանրամասներ չի նշվում։ Փաշինյանը եւ Պուտինը վերջին անգամ անձամբ հանդիպել են 2025-ի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում, ոչ պաշտոնական առանձնազրույց ունեցել ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջոցառումների շրջանակում։ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններով պայմանավորված Երևանը եւ Մոսկվան հանրային մակարդակում պարբերաբար միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում։ Նախորդին ազգային ժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հիբրիդային պատերազմի թելերը տանում են կոնկրետ երկիր։ Այո, առաջին հերթին եւ մեծ մասը հենց սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը, երկրի անուն եք տալիս։ Կարող են այդ սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր։ Այո, տանում են։ Եվ դուք մի պատկերացրեք, տենց կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից կամ բարձրագույն իշխանություն, որտեղից ամեն ինչ կազմակերպվում եւ կառավարվում է։ Կարաք տեսնեք Ռուսաստանի Դաշնության պատգամավորներ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, որտեղ դա ներքին քաղաքականության խառնումն է։ Կարաք տեսնեք տարբեր տրամաչափի պաշտոնյաների այդ գործողությունների մեջ, կարաք տեսնեք փորձագիտական շրջանակներից այդպիսի բաներ։ Վստահաբար կարաք տեսնեք մի թեթև Google անելու պահից։ Հիբրիդային գրոհներին Մակայելու համար Եվրամիության հարագարձագանքման թիմը Հայաստան կուղևորվի ապրիլի սկզբին։ Առաքելությունը կազմված կլինի 9-ից 14 հոգուց։ Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ անվտանգության խորհրդի գրասենյակը կիբերհարձակումների եւ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու ու կարգավորումներ մշակեն։ Օժանդակության շահառուները նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն։ Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է խաթարել ժողովրդավարական ինստիտուտները եւ հասարակության վստահությունը։ Բրյուսելը այս գործողությունների մեջ թվարկել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները եւ միջամտությունը, կիբերսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը։ Եվրոպացիները ուղիղ են հայտարարում, Հայաստանին աջակցում են, որ պայքարի ռուսական միջամտության դեմ։ Բրյուսելից հնչող այս հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անցած ամիս ուղիղ Մոսկվայի դժգոհությունը փոխանցել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանին։ Լավրովը ռուսական հիբրիդային հարձակումների մասին պնդումները համարել էր առնվազն տարօրինակ ու առասպելական։ Հիշեցնեմ նաև, որ վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է հաստատել Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար մարդասիրական օգնության հերթական խմբականակի մատակարարումը։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, նշելով, որ Հայաստանի իշխանությունները դա բացատրել են այն հանգամանքով, որ նախընտրական շրջանում Հայաստանի իրավական նորմերը սահմանում են նվիրատվությունների, ինչպես նաև բարեգործական օգնության տրամադրում։ Այդ այսպես ասած օգնությունը տրամադրվելու էր Ռուսաստանում գործող Եվրազիա կազմակերպության միջոցով։ Իդեպ հենց այս կազմակերպությունն է նաև ներգրավված եղել Մոլդովայի քաղաքացիներին մոլդովական ընտրական պրոցեսներում Ռուսաստանի օգտին շահագրգռելու հանցավոր շղթայում։ Վերջերս էլ արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարեց, թե տվյալներ ունի, որ այլ երկրում հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական ու կազմակերպչական հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի։ Ոչ այս մարմինը,
Վարչապետ Փաշինյանը փակագծեր չեն բացում, որ երկրում են ճնշում Հայաստանի քաղաքացիներին։ Հիբրիդային պատերազմի մասին իշխանության պնդումները հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը, նրանց սատարող արտախորհրդարանական ուժերն ու հասարակական շրջանակները համարում են կեղծորակարգ, իսկ Եվրամիության աջակցությունը միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Երևանի եւ Մոսկվայի միջև առանցքային հարցերից մեկը երկաթուղու ճակատագիրն է։ Վարչապետ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը ակնկալում է, որ Ռուսաստանը կարձագանքի երկաթուղու դեպի Ադրբեջան եւ Թուրքիա հատվածների վերականգնման հարցին։ Ինչ վերաբերում է պատշաճ ժամկետներին, ըստ վարչապետի, պատշաճ ժամկետը հիմա է։ Խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն, ասել է նա։ Վարչապետը նաեւ նշել է, Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ Կամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը։ Իսկ արտգործնախարար Միրզոյանը երկաթուղու մասին խոսելով անդրադարձել է նրան, որ ռուսական գործոնի արկայությամբ հայկական երկաթուղիները զրկվում են մրցակցայնությունից։ Այդ փաստի բերումով հայաստանյան երկաթուղիները զրկվում են մրցակցայնությունից եւ առանձին երկրներ, ովքեր չեն ուզում գործ ունենալ որևէ կերպ Ռուսաստանի կամ նրա կողմից որևէ կերպ կառավարվող ակտիվների նախագծերի հետ ուզում են շրջանցել Հայաստանը։ Դե սա փաստ է եւ որևէ մեկը առանձնապես չի թաքցնում նույն այդ երկրները, ովքեր ուզում են շրջանցեն։ Հիմա մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի մեկ, եւ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները մոդեռնիզացվեն, երկու մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները առնվազն քիչ առաջ Գյումրի կարծիքից ենք խոսում ֆիզիկապես այդ պակասող 2 կիլոմետր կամ ինչքան է կապվի մի կողմից Թուրքիայի երկաթուղիների հետ կարծով, մյուս կողմից նաև Նախիջևան, դե ամենահարավն էլ քննարկեցինք թրիփը։ Հիմա այդ կառավարող ընկերությունը եւ երկիրը, որին պատկանում է այդ ընկերությունը, պետքա դիրքավորվի այս հարցի շուրջ։ Եթե կառուցում են, մոդեռնիզացում են, մի իրողություն է, եթե հրաժարվում են, այլ իրողություն է, այն ժամանակ պիտի մտածենք այլ լուծումների մասին։ Քաղաքացիական պայմանագրի ուրախ ավտոբուսը հանգստյան օրերին շրջել է մայրաքաղաքում եւ մարզերում։ Փաշինյանը անդրադարձել է ընդդիմության քննադատությանը, որ պատերազմի մասին թեզերը հորինված են։ Այդ մարդիկ խոսում են վերաբանակցելու մասին։ Այո։ Այդ մարդիկ խոսում են ուժով խաղաղությունը պարտադրում են, որ իրանք պատրաստվում են խաղաղություն պարտադրել։ Իրանք ըստ էության ասում են, որ չեն պատրաստվում խաղաղությանը տեր կանգնել։ Այսինքն իրանք չեն ընդունում այդ խաղաղությունը, այսինքն իրանք խաղաղությունը դելեգիտիմացնում են, ինչը պատերազմը, ես ասում եմ, սեպտեմբերի։ Դա չի լինելու, որ բանակցենք, նայենք, չի լինելու, որովհետև այսօրվա աշխարհակաղակական իրավիճակը դա թույլ չի տալի։ Դուք պատկերացնում եք, ամբողջ աշխարհը կանգնել է խաղաղությունը ողջունում, ամբողջ աշխարհը։ Մեկ էլ հանկարծ Հայաստանը, որևէ ձև ասի, մի րոպե, մենք վերաբանակցելու բան ունենք։ Դա ոչ միայն պատերազմա, դա կատաստրոֆա է, բարև ձեզ։ Դա կատաստրոֆա է, դա կատաստրոֆա է։ Եվ այդ մարդիկ երկու նպատակ, այդ մարդկանց նպատակը մինիմում Հայաստանի ֆորպոստացումն է, ասում եմ, Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան, այդ ուժը կոնկրետ անվանական ասում եմ, որովհետև իրանք այդ խոսույթներն են, մինիմում Հայաստանի ֆորպոստացումն է, կամ Հայաստանի կամ նրանք չեն էլ հասկանում, որ Հայաստանի պետականության վերջի սկիզբն են ուզում դնեմ, որը ամիսներ է տևելու, որը ընդամենը ամիսներ է տևելու։ Այն կետը, որը մենք կանգնեցրել ենք, այն որ ասում են հապկից բան մտցնել, չէ՞։ Բան։ Այդ ինչի մասին էր Հայաստան արտաքին կառավարման Հայաստանում արտաքին կառավարման ռեժիմ սահմանելու մասին։ Այդ խոսակցությունը մենք դադարեցրինք, հիմա այս մարդիկ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան։ Չնայած Կարապետյանը ինքը ընդհանրապես բան չի, մասնակից չի քաղաքական կյանքի, չել կարող ունենա։ Աստաբանն ասես քննիչի թույլտվությանն է սպասում երկուշաբթի։ Այդ ուրիշ թեմա, նկատի ունեմ այդ մարդը ոչ կարա պատգամավորի տեխնացու լինի, ոչ կարա վարչապետի տեխնացու լինի, ոչ կարա վարչապետ լինի։ Բայց եկել փողերով բան են անում, քաղաքական ուժ են բուծում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով 2026-ի հունիսի 8-ին արձանագրվելու է այդ նարատիվի եւ
այդ քաղաքական ուժերի մահը։ Ռուսաստանաբնակ օլիգարխներ, բելարուսամետ օլիգարխներ եւ էմիսարներ չեն լինելու։ Ժողովուրդը խաղաղության օրակարգին արդեն տեր է կանգնել եւ հունիսի 7-ին պետք է գնան դե յուրե հաստատելու այդ խաղաղությունը, ասել է վարչապետը։ Սեպտեմբերին պատերազմ է լինելու եւ աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չունենա, տեղեկացրել է վարչապետը, նշելով, որ վստահ է, ժողովուրդը ապահովելու է այդ մեծամասնությունը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելել է, ոչ թե քաղաքացիական պայմանագրի գոյությունից է կախված պատերազմ լինել-չլինելը, այլ եթե քաղաքացիական պայմանագրի առաջարկած ուղին չընտրի Հայաստանի Հանրապետությունը եւ ընտրի օլիգարխների առաջարկած ուղին, դա է տանելու դեպի պատերազմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոստանալով իրենց վարչապետի թեկնածուի անունը հրապարակել առաջիկայում, նշել է. «Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից, դա ապագայի վարչապետ է»։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած ԲՀԿ առաջնորդը, որը այս օրերին քաղաքական նոյան տապան է կառուցում, հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում։ Նոր ուժ սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Մեր պետությանը պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը, որը կփոխի պետական կառավարումը, որը կփոխի այս քաղաքական դաշտը, որը ոտքի կկանգնեցնի Հայաստանը, նոր ուժ, որը սկզբունքներից չի հեռանալու, եւ այդ նոր ուժը մենք ենք, հայտարարել է Մարությանը։ Դե Ռոբերտ Քոչարյանը դաշնակցության հետ է մասնակցելու ընտրությանը, վարչապետի թեկնածուն ինքն է, հանրապետականները դեռ որոշում չունեն, ուժեղ Հայաստանն է, մեկ վարչապետի թեկնածու է ներկայացնում Սամվել Կարապետյանին, մեկ նրա եղբորորդուն Նարեկ Կարապետյանին։ Ազգային ժողովն այսօր քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը։ Հանրապետության նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն է առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար։ Ազգային ժողովի падգամավոր Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել անցած շաբաթ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հրայր Թովմասյանը այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ, ուժի մեջ է մտել նրա դատավճիռը։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ։ Սա նշանակում է, որ դեռ 2024 թվականին կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ։ Այդ վճռով Թովմասյանը մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, բայց չի ազատազրկվի, քանի որ անցել է վաղեմության ժամկետը։ Եվ այժմ զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ։ Ողջույն, պարոն Մելքոնյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև։ Պարոն Մելքոնյան, սկսենք Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունից։ Վլադիմիր Վարդանյան, ձեր հիմնական քննադատները ասում են, դուք խնդիր եք տեսնում Հրայր Թովմասյանի որպես Սահմանադրական դատավոր լինելու հետ, նա հանրապետական կուսակցությունից էր, հրաժարվեց կուսակցական լինելուց, գնաց Սահմանադրական դատարան եւ հիմա նույն բանը անում եք դուք, երկակի ստանդարտներ։ Մենք հիմնականում այդ ամեն ինչը բոլոր հարցերը քննարկվել են եւ այստեղ հակասահմանադրական ոչ մի բան չկա։ Իսկ ինչ վերաբերում է մեր դիմությունը միշտ էլ մեր բոլոր նախագծերը որ վերվել են, իրենք միշտ դեմ են քվեարկել կամ ձեռնապահ են։ Իրանք ոչ մի անգամ, ասենք մեր հետ չեն աշխատել։ Դե ոնց որ իրենք երբ որ իրենք եկան ազգային ժողով, իրանք ասացին, որ մենք խրամատավորում ենք, որպեսզի այս իշխանությունները չլինեն։ Եվ միջև հիմա խրամատավորված են, այդտենց էլ մնալու են իրենք խրամատների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է Վարդանյանի մասով ասեմ, որ Վարդանյանը սպայական կորս կատարեց ազգային ժողովում, լինելով պետաիրավական հանձնաժողովի նախագահը ինքը կայական կորս է կատարել, թե ներսում, թե ասենք արտասահմանում իր կատարած աշխատանքները արտակարգ են եղել։ Եվ դրա համար կարելի ասել, որ ազգային ժողովի շատ պատգամավորներ նույնիսկ ափսոսում ենք, որ ասենք Վարդանյանը գնա Սահմանադրական դատարանի դատավոր։ Քանի որ արդեն որոշումը կայացված է, այսօր երևի որոշումը կայացնենք, որ այդ խնդիրը
դուրս եկա այստեղ։ Այո, ես հիշեցնեմ, որ խորհրդանը շարունակում է քննարկել Վարդանյանի ընտրության հարցը, դառնանք ներքաղաքական հարցերի։ Պարոն Մելքոնյան, ինչպես է ստացվում, որ ձեր իշխանության գրեթե 8-րդ տարում ընտրություններից առաջ պարզվում է, որ Հայաստանում կան օլիգարխներ, այնինչ ձեր իշխանության սկզբնական շրջանում Հայաստանում չկային այլևս օլիգարխներ եւ բոլորը խոշոր տնտեսվարողներ էին, խոշոր սեփականատերեր էին եւ հիմա կան օլիգարխներ, որոնք նաեւ քաղաքական process-ների մասնակից են, հա, օրինակ այս դեպքում ամենապատկերավորը կարող ենք Ծառուկյանին ասել։ Մենք կարող ենք հիշել, թե ինչպես էր վարչապետը Ծառուկյանի հետ մասնակցում տարբեր արարողությունների, կարմիր ժապավեններ էր կտրում եւ հիմա նա դարձել է օլիգարխ բելարուսամետ, որին պետք է քաղաքական մահ արձանագրել հունիսի 7-ին։ Իմի բոլոր ուժերը, որոնք կան, եմեն Հայաստանի անկախության։ Այդ ուժերը Ծառուկյանը օրինակ մի քանի անգամ հրաժարվել է կուսակցությունից, որ ինքը չի մասնակցելու ոչ մի քաղաքական գործունեություն չի ծավալի, մի քանի անգամ հրաժարվել է նորից ասպարեզ եկե, քանի որ ինքը չի գաղթել, իրան ինչ ասում է, ինքը պետք է կատարի ամեն ինչը, ինչ որ թելադրում են ու ասում են։ Եթե հիշեք, որ մանը Հանրապետականը երբ որ իրեն հեռացրեց նույնիսկ իր կուսակցությունից ու երթվեց, որ ինքը կուսակցություն չի ունենալու, ինքը քաղաքական գործունեություն չի ծավալելու, դրանից հետո 2017 թվականին նորից դրանք ստացավ, որ ինքը պետք է ասպարես, նորից 2017 թվականին ինքը մասնակցեց ընտրությունների։ Դրանից հետո նորից ինքը հրաժարվեց, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվելու ու դուրս եկավ ասպարեզից։ Հիմի նորից իրեն հրանգել են, որ պետք է մասնակցես անպայման, քանի որ հիմի Հայաստանում արդեն նոր ուժեր են ստեղծվում, որպեսզի Քոչարյանը գա իշխանության։ Օրինակ մեր ձևով ուժեղ Հայաստանը որտեղ, այդ ուժեղ Հայաստանը չի կարող ինքը իր տեխնացուն չի կարող վարչապետ դառնալ, Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը նորից չի կարող տեխնացու դառնալ վարչապետի, Ծառուկյան դաշինքը հրաժարվում է Ծառուկյան անձամբ հրաժարվում է վարչապետի տեխնացությունից եւ ասում է մենք մերը կասենք, բայց ում վել որ ասի, այդ լրիվ ստուտա, որովհետեւ այնտեղ մնում է մենակ Քոչարյանը, որը Քոչարյանը բոլորի տեխնացուն է։ Այդ կուսակցությունների տեխնացուն Քոչարյանն է։ Եվ Ռուսաստանը շեշտը դրել է Քոչարյանի վրա, ու բոլորին հրանգել է, որ Գյումրի երկու օպերացիան իրականանա Հայաստանում, բայց մեր ժողովուրդը այնքան խելոք է, որ գիտի թե ինչը ինչից հետո է տալիս, եւ նաեւ մեր երկրի անկախության խնդիրն է, մեր երկիրը պահելու խնդիրն է, որ ասենք մենք կարողանանք այդ բոլոր պայմանավորվածությունները արդեն ձեռք է բերվել երկրի խաղաղության հետ կապնված, դրա համար մեր ժողովրդին պետք է առաջերտին խաղաղություն, որ պետք է խաղաղությունը ներդրում ու հսկայական ներդրումներ են լինելու Հայաստանում, արդեն պայմանավորվածությունները մենք տեսնում ենք, այդ պայմանավորվածությունները ներկա, նաև անվտանգության խնդիրը առաջինն է, որ խաղաղությունն առաջինն է, երկրորդը մեր անվտանգության խնդիրն է, որ բոլորը, ասենք այդ երեք ուժերն էլ ասում են, որ մեծ երաշխավորները պետք, իսկ մենք այս ամբողջ պատմության մեջ տեսանք մեր երաշխավորները ինչ արեցին մեր դեպքում։ Հիմա նրանք նորից ցկտում են, թրիպի հետ կապված ասում են, էլի բանա պետք, երաշխավորներ են պետք։ Մեր երաշխավորը ժողովուրդ ջան, պետք է մենք լինենք,
մենք պետք է լինենք մեր երաշխավորը։ Մենք պետք է աշխատենք բոլոր պետությունների հետ, ոնց որ հիմա աշխատում ենք եւ ապահովենք մեր անվտանգությունը։ Ուժեղացնենք մեր բանակը, արդիականացնենք մեր զինատեսակները։ Ամեն ինչը պետք է այնպեսի կազմակերպենք, որ զինվորը հիմի եթե ինչ-որ մի դեպք կատարի, այդ զինվորը ավտոմատով չփոխի կայանի դիրքերում։ Այս մեր պետք է զորացնենք մեր ամբողջ զինտեխնիկան, որ մենք պետք է խրամատներում չլինենք, այդ բունկերներում լինենք եւ մեր պաշտպանությունը այդ ձևի զորացնենք։ Հիմի մեր ամբողջ սահմանամերձ հատվածում կառուցված են ամրացված շրջաններ են կառուցված, որ ասեն զինվորը այդտեղ լինելուց ինքը պաշտպանված է առաջերտին։ Երկրորդն էլ արդեն մեր դրոնային համակարգը պետք է զորացնենք, որպեսզի կարողանանք մենք մեր երկիրը պաշտպանենք։ Իսկ ինչ վերաբերում է երաշխավորներին, որ ասում են Չինաստանը պետք է մեկ երաշխավոր լինի, մի երաշխավոր Ռուսաստանը լինի, այդ երաշխավորներին մենք տեսել ենք արդեն, ժողովուրդը տեսել է այդ երաշխավորները ինչ արեցին Հայաստանի Հանրապետության կողքին։ Եվ մեզ պետք է անկախություն։ Իսկ այդ մեր երաշխավորները երբեք չեն ուզենա, որ Հայաստանը լինի անկախ պետություն, ինքը որոշի իր ճակատագիրը։ Այսքան տարիների ընթացքում միշտ Ռուսաստանն է որոշել մեր քաղաքականությունը, ինքն է որոշել, թե մենք որ երկրի հետ կարանք շփվենք, որ երկրի հետ կարանք չշփվենք։ Այդ բոլորը եկել է Կրեմլից։ Հիմա երբ որ մենք ուզում ենք անկախ երկիր ունենանք եւ մենք որոշենք մեր երկրի ճակատագիրը, իրենց համար դա դուրեկան չի։ Եվ այս երեք կուսակցությունները, որ Ռուսաստանն ուղարկել է Հայաստան, որպես կուսակցությունները այնպես անել, որ Հայաստանը երբեք անկախ չլինի, այլ դառնա Ռուսաստանի մի նահանգ։ Եվ նահանգները կկանեն դերից, եւ վառելիքը կկանեն դերից, ոնց որ եկել է 30 տարիների ընթացքում։ Իրանք են որոշելու, թե որտեղի վառելիքը պետք է օգտագործենք, որտեղի սնունդը պետք է օգտագործենք, բայց մենք արդեն բավականին առաջընթաց ունենք, որ արդեն բոլոր խոշոր պետությունների, եվրոպական պետությունների ու ամենակարևոր, որ Ամերիկան արդեն գտնվում է մեր երկրում։ Այստեղ կլինեն արդեն ներդրումներ, այստեղ կլինի արդեն զարգացում, անվտանգության խնդիրը արդեն լուծված է, կարելի ասել, խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է եւ ինձ թվում է շուտով նաեւ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այնպես որ մենք արդեն անկախ երկիր ենք, կարողանում ենք մենք մեր երկիրը ղեկավարենք ու մեր անվտանգությունը պահպանենք։ Հիմնականում խաղաղությունն է պետք մեր երկրին, որը արդեն նախադրյալներ ունի, որ արդեն 2 տարի մեր սահմաններում ոչ մի զինվոր չի զոհվել։ Ես շատերն ասում են, այդ սարքել եք շաբլոն, այդ նույն բանը ասում եք, շաբլոն չի սարքած, սա իրականությունն է։ Մեր ժողովուրդը տեսնում է, որ արդեն անվտանգության, խաղաղության խնդիրները առաջնային են մեր մոտ եւ դրա համար էլ արդեն բանակում ծառայությունը դառավ մի տարի կես։ Եթե մենք զգայինք, որ մեր երկիրը անվտանգ է, այդ բանակի ծառայությունը չէ դառնա մի տարի կես։ Այսինքն մենք ունենք նախադրյալներ, որ ասենք բանակը դառավ ծառայությունը մի տարի կես, նաեւ մենք ունենք, ասենք պայմանագրային զինծառայողներն են ավելի շատ անում, պրոֆեսիոնալ բանակն հզորանում մեր մոտ եւ դրա համար մենք մեր ամբողջ հույսը պետք է տնենք մեր վրա տնենք ու երկիրը պահենք խաղաղ։ Այն որ իրենք բան են անում, թե
մենք էս կանենք, այն կանենք, խաղաղության մասին իրանք չեն խոսում, որ խաղաղությունը ոնց պետք է անեն, որ խաղաղ։ Իրանք ցկնում են դեպի Ռուսաստանը, Ռուսաստանը երբեք չի ցանկանում, որ ասենք Հայաստան-Ադրբեջան խաղաղություն լինի։ Եթե ինքը ցանկանար 94 թվականին այդ խաղաղությունը արդեն կնքված կլներ եւ արդեն ամեն ինչը կարգավորված կլներ։ Ոչ թե անընդհատ պահեր այսպես իրար դիմաց եւ խաղաղության հույսեր չկար։ Եվ ամենակարևորը, որ խոսում են, թե Ղարաբաղը տվեցին, իշխանությունները տվեցին Ղարաբաղ, ոչ, Ղարաբաղը շատ շուտվանից արդեն պայմանավորված էր, որ պետք է հանձնվի Ադրբեջանին։ Ռուսաստանը այդ դրա փողնել էր արդեն այն գլխից վերցրել եւ սիրուն ծևով ինքը նվեր տվեց Ադրբեջանին Արցախը եւ հիմի թող մեղավորներ ման չկան եւ 90 թվականին, երբ որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը կնքվեց, ամբողջ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը դարձավ Ռուսաստանը։ Իրանք վերցրեցին անվտանգությունը իրենց ձեռ եւ սիրուն գեղեցիկ ձևով վաճառելով Ադրբեջանին մեծ գումարների գնով եւ իրենք Ղարաբաղյան որոշ ղեկավարների հիմնականում դաշնակները, երբ որ արդեն արտանակ էին տարել, իշխանապողություն էին կատարել Արցախում, նշում էին, սալյուտներ էին կրակում, Հայաստանից Քոչարյանը եւ մնացած բոլորը շնորհավորում էին եւ տոնականորեն իրենց համար իրենց մարդկանց նշանակեցին նախագահ իշխանությունը վերցնելով իրենց ձեռ եւ այդ ժամանակ էլ ասում էին, որ հաջորդ քայլը Հայաստանն է, որ պետք է Հայաստանն էլ գնահատենք։ Այդ ժամանակ այդ բառապաշարն էր, բայց մի քանի օրից գեղեցիկ ձևով եւ լախում իրենք հանձնեցին Արցախը, լուծարեցին, նոր հանձնեցին։ Ու հիմի ում վրա են մունատ գալիս, ում վրա են այս իշխանությունների մեղադրում են, որ դուք Արցախ հանձնեցիք։ Ոչ, դուք եք Արցախն հանձնել դաշնակների գլխավորությամբ։ Արցախ հանձնեցիք, ստորագրեցիք ամեն ինչը եւ հիմի էլ արձակվում եք Հայաստանի վրա։ Հայաստանը երբեք Հայաստանը չի տածես, որ ինչպես վարվեցիք Արցախի հետ, այնպես էլ վարվում եք Հայաստանի հետ։ Մեր ժողովուրդը շատ խելոք է եւ ինքը գիտի այս ընտրությունների ժամանակ ումն ընտրելու իրեն վարչապետ։ Պարոն Մելքոնյան, ես նաև նշեցի, որ վարչապետը Ռուսաստանի ղեկավարի հետ է հեռախոսազրույց ունեցել, էներգետիկ, տրանսպորտային հարցեր եւ այլն քննարկել են, թե պաշտոնական հաղորդագրությունը բավականին ստեղմ է, եւ մենք գիտենք, որ երկաթուղու հարցն է հիմա առանցքային թեմաներից մեկը Մոսկվայի եւ Երևանի միջեւ, այս ուղղությամբ ինչ է անում իշխանությունը, ինչ որ նոր զարգացում կա, որպեսզի ինչպես արտգործնախարարն է նշում, Հայաստանի երկաթուղին դուրս չգա մրցակցայնություն, որովհետև ինչպես նշեց, մի կան երկրներ, որոնք հենց Ռուսաստանի գործոնով պայմանավորված չեն ուզում որևէ ձևով հաղորդակից լինել այդպիսի կապիտալի հետ։ Դե հիմի դա մեր համար մեծ խնդիր է։ Դրա համար այդ խնդիրը լուծելու համար վարչապետը որոշել է գնալ Մոսկվա, հանդիպել, ոնց որ ասենք գնում է Ֆրանսիա, բոլոր պետությունների հետ կապերի մեջ ենք, ինքը անկաշկանդ գնում է բոլորի հետ, ինչ խնդիր ունենք, մեր խնդիրները բարձրացում է, նույնը Ռուսաստանի հետ մենք սերտ կապի մեջ ենք, մեր տնտեսությունը կախված է Ռուսաստանից եւ մենք չենք անտեսում Ռուսաստանի հետ շփումները, չենք անտեսում իրանց հետ համագործակցելը։ Դրա համար իմի որպեսզի հարցերի բոլոր որոշակի հարցեր արդեն լուծվեն,
Դրա համար վարչապետը որոշել է գնա եւ տեղում լուծել բոլոր հարցերը։ Ես այդպես եմ մտածում, որ տեղում ավելի ճիշտ է, քան թե հեռախոսներով կամ ասենք այս կուսակցության կատարած գործողություններով։ Ավելի լավ է տեղում լուծվի մեր բոլոր հարցերը։ Իհարկե, հարցեր ունենք մենք լուծելու։ Դրա համար վարչապետը գնում է, որպեսզի այդ հարցերը կարգավորի։ Իսկ երբ է գնալու վարչապետը, նկատի ունեմ գուցե մայիսին հաղթանակի տոնակատարությունների ինչ որ շրջանակում։ Չեմ կարող ասեմ, որովհետև ես տեղյակ չեմ երբ է գնալու, օրը չգիտեմ ես։ Շնորհակալություն, պարոն Մելքոնյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր։ Իրանում ռեժիմի փոփոխությունը փաստացի արդեն ընթացքի մեջ է, հայտարարել է ԱՄՆ նախագահը, միաժամանակ զգուշացնելով, որ եթե ԱՄՆ-ի կողմից կա փաստատած իրանցի ներկայացուցիչների հետ բանակցությունները հաջողություն չունենան, ապա ռմբակոծությունները կշարունակվեն։ Թրամփը հստակեցրել է, որ բանակցությունները չեն ընթանում Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, այլ այն անձանց հետ, որոնց նա բնութագրել է որպես շատ խելամիտ, եւ հավելել, որ հակամարտության ընթացքում արդեն այնքան բարձրաստիճան պաշտոնյաներ են սպանվել, որ ինքնաբերաբար տեղի է ունենում ռեժիմի փոփոխություն։ Նա լրագրողներին ասել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա պարզապես կշարունակեն ռմբակոծել որքան ուզեն։ Դոնալդ Թրամփը նաև հավելել է, որ իր մերձավոր արևելքի հարցերով ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ Փեսան Ջարեդ Քուշները մասնակցել են այդ բանակցություններին։ Իրանի Ֆարս լրատվական գործակալությունը հղում անելով սեփական անանուն աղբյուրին հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ ուղղակի կամ անուղղակի շփումներ չկան։ Ֆարսը նաև հայտնել է, որ Թրամփը հրաժարվել է իրանական էլեկտրակայանները թիրախավորելուց այն բանից հետո, երբ Իրանը զգուշացրել է, որ ի պատասխան կհարվածի Արևմտյան Ասիայի էլեկտրակայաններին։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է, որ վերջին 24 օրերի ընթացքում որևէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ հենց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարեց, թե վերջին մի քանի օրերին կողմերը համաձայնության կարևոր կետեր են գտել։ Պետական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը վկայակոչելով նախարարության խոսնակին հաղորդում է, որ վերջին օրերին բարեկամ երկրները հաղորդագրություններ են փոխանցել, ըստ որոնց ԱՄՆ-ն խնդրել է բանակցություններ սկսել պատերազմը ավարտելու նպատակով, սակայն Իրանը չի արձագանքել այդ առաջարկին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ Իրանի դեմ պատերազմի մասին։ Նեթանյահուն նշել է, որ Թրամփը կարծում է Իսրայելի եւ Ամերիկայի ռազմական հաջողությունները Իրանում կարող են հանգեցնել համաձայնագրի, որը կիրականացնի պատերազմի նպատակները, միաժամանակ պաշտպանելով Իսրայելի կենսական շահերը։ Տեսաուղերձում նա ընդգծել է, որ Իսրայելը կպաշտպանի իր շահերը ցանկացած հանգամանքներում, շարունակելով հարձակվել Իրանի, ինչպես նաև Հզբոլահի եւ Լիբանանում Իրանի կողմից աջակցվող այլ ուժերի վրա։ Նեթանյահուն եւս մեկ անգամ պնդել է, որ շարունակվող հարձակումները կոչնչացնեն Իրանի հրթիռային եւ միջուկային ծրագրերը ու նաև ծանր վնաս կպատճառեն Հզբոլահին, որը ԱՄՆ-ն եւ Իսրայելը ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն։ Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արախչին։ Ադրբեջանի արտգործնախարարության փոխանցմամբ նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Բայրամովը եւ Արախչին մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական լարվածությունը դադարեցնելու հնարավոր ջանքերի վերաբերյալ։ Ընդգծել են Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։ Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի սպասումները Նախիջևանի ինքնավար հանրապետության վրա Իրանից իրականացված անօթաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ապացույցներ կան, թե Ռուսաստանը շարունակում է իրանյան ռեժիմին հետախուզական աջակցություն ցուցաբերել, մեջբերելով Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի զեկույցը։ Եվ այժմ կզրուցեմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Ողջույն, պարոն Մինասյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, խնդրեմ, շատ հաճելի է միշտ լինի։ Պարոն Մինասյան, եւ այսպես, սկսենք նրանից, թե այս փուլում ինչ է իրականում ցանկանում Միացյալ Նահանգները։ Իրանին զսպել թե ռեժիմի փոփոխություն, որովհետեւ Թրամփի հայտարարությունները շատ հակասական են, հա, մի հայտարարությունը գուցե բովանդակային իմաստով որևէ ձեւով չի համընկնում նախորդ հայտարարությունն նույն թեմայի վերաբերյալ։
Դե ես կարծում եմ Իրանին զսպել այն ռեժիմով, ինչ մինչև հիմա գոյություն ուներ, փորձը ցույց է տվել, որ չի ստացվում եւ Տրամպը դա երևի թե ամենից լավ հասկացել է ու առաջի օրերում էլ եթե ես ճիշտ եմ հիշում հենց առաջի օրն էր որ Տրամպը պատերազմի մասին խոսելիս ասաց որ մեր գլխավոր նպատակներից մեկը այն է որ 10 տարի հետո նորից այստեղ չվերադառնանք դա ինձ թվում է ամենակարճ բացատրությունն էր թե ինչ է ուզում Ամերիկան այս պատերազմից եւ փուլային տարբերակով կարծես թե հասնում են այդ իրենց ուզածին Իսկ բանակցությունների մասով, հա, էլի հակասական տեղեկություններ, Իրանի ներսում կան այնպիսի ուժեր, որոնք կարող են կուլիսային կոմունիկացիաների մեջ լինել Վաշինգտոնի հետ, պաշտոնական Թեհրանը հերքում է բանակցությունների փաստը, Միացյալ Նահանգները պնդում Տարբեր անձերի կամ տարբեր կարելի ասել որ միավորումների մասին է խոսվում Իրանի ներսում, որոնք կարող են բանակցություններ վարել գաղտնի կամ ինչ-որ մարդկանց տեղյակ պահելով Ամերիկայի հետ, բայց օրինակի համար այդ խմբերից մեկը նախկին նախագահ Ռոհանի եւ նախկին Իրանին արտգործնախարար եւ բանակցող Զարիֆի այսպես ասած թիմն է, որոնք Իրանում խոսվում է այն մասին, որ իրենք կարող են բանակցություններ վարել Ամերիկայի հետ եւ որոշ վերլուծաբաններ նաեւ այն կարծիքի են, որ այդ բանակցությունները ընթանում են հենց պատերազմի առաջին իսկ օրվանից, բայց ես մի քիչ դժվար եմ տեսնում, որ այս իրավիճակում ընդհանրապես ամերիկյան կողմը այդքան կարիք ունենա բանակցությունների, որովհետև իրենց ուզածը, եթե ընդունենք, որ այսպես ինչպես իրենք են ասում ռեժիմ change-ն է եւ փոխելն է Իրանի կառավարությանը, ուրեմն բանակցություն այդ իմաստով ներկա իշխանավորների հետ չի լինի ունենալ կամ եթե ներկա իշխանավորների հետ բանակցություն լինի միայն այն սկզբունքներով, այսինքն իշխանությունը հանձնելու բանակցություն պետք է լինի, որ չեմ կարծում, որ իշխանություններից որևէ թեև դրան գնա։ Այսինքն նմանատիպ տեղեկությունները դրանք զուտ էլի տեղավորվում են, այսպես ասենք, հա, ինֆորմատիվ ճնշման տրամաբանության մեջ։ Այո, որովհետև Տրամպի կողմից օրինակի համար երեք իր հայտարարությունը, որ ասում էր, որ բանակցություններ են գնում եւ երկու օր է բանակցություններ են ընթանում եւ գոհ էր բանակցությունների արդյունքից, պետք է նկատի ունենանք, որ պատերազմի սկսելուց առաջ էլ նման հայտարարություն արել էր եւ ասել էր, որ բանակցությունները լավ են ընթանում, բայց միանգամից պատերազմը սկսվեց։ Ես կարծում եմ, որ Տրամպը նման հայտարարություններով ավելի շատ ժամանակ է գնում, քան թե ինչ որ եւ նաեւ պետք է նկատի ունենալ, որ պատգամ է փոխանցում, որ եթե բանակցությունների գնալու, այսինքն եթե բանակցությունների համաձայն ինչ որ թեև կա, արտահայտվի կամ խոսի Իրանում, նման բան համենայն դեպս չենք տեսնում։ Եվրոպական միությունն ասում է, որ բանակցություններ է վարում Իրանի հետ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշում է, որ դրանք միտված են պատերազմի դադարեցմանը։ Եվրոպական միությունը այստեղ ինչ դերակատարություն ունի, թե ամբողջությամբ գործընթացից մղված է դուրս։ Ես կարծում եմ, որ երբեք էլ այս պատերազմի ժամանակ ինքը գործընթացի մեջ չի եղել Եվրամիությունը, բայց որպես միջնորդ ինչու՞ չէ կարելի է նկատի ունենալ տարբեր միջնորդ որպես միջնորդ տարբեր անուններ են շոշափվում, օրինակի համար Թուրքիան շատ է ուզում որ միջնորդի դեր ստանձնի այս ընթացքում, ինչը իրեն չի հաջողվում հիմնականում Ամերիկա եւ Իրան միջնորդությունը կատարել են արաբական պետությունները
Կատարը եւ այլն, բայց ներկա իրավիճակում գիտեք, որ արդեն այն քայլերով, որ Իրանը դիմեց եւ հարվածի տակ դրեց բոլոր արաբական էմիրությունները եւ արաբական երկրները եւ ծոցի երկրները, արդեն նման միջնորդության մասին մտածելը անգամ անիմաստ է, ուստի հնարավոր է, եթե իրանցիները մտածեն ընդհանրապես բանակցությունների գնալու մասին, եվրոպացիներին դիմելը երևի թե իրենց համար կարճ եւ ամենից տրամաբանական ճանապարհը կլինի։ Դե մանավանդ նաև եվրոպական եռյակի հետ երկարատև բանակցությունների փորձել կա իրանական կողմում։ Այո։ Պարոն Մինասյան, ի վերջո ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում։ Միացյալ Նահանգները ասում է, որ ոչնչացված են առանցքային համակարգերը, միջուկային օբյեկտներ, կարողություններ, բալիստիկ հրթիռներ, իրանական կողմն էլ պնդում է, որ նման բան չկա եւ պատերազմի շարունակականությունը եւ Իրանի դիմադրությունը հենց դրա մասին են խոսում, որ Իրանը չի կորցրել իր կարողությունները։ Ի վերջո ինչ հանգուցալուծում է լինելու, որպեսզի կողմերը կարողանան այս իրավիճակից նաև, այսպես ասենք, հնարավորինս դուրս գալ շատ ավելի նվազ հետևանքներով, հա։ Ես նկատի ունեմ նոր ինչ-որ միջուկային համաձայնագիր, իսկապես մաշեցնող երկար պրոցես ռեժիմի փոփոխության հետևանքով կամ գուցե պատերազմի զուտ սառը փուլ։ Տեսեք, համենայն դեպս այն ռեժիմները, որոնք գաղափարական հենք ունեն եւ Իրանի նման ռեժիմը, որը ընդհանրապես իր գաղափարական հենքում նահատակությունն է եւ նահատակությունը իրենք համարում են պարգև Աստծո կողմից, չի լինի ասել, որ երբևէ իրենք կընդունեն, որ պարտվել են կամ պարտությունը ընդհանրապես իրենց համար նշանակություն չունի։ Իսկ այն ինչ որ Տրամպը եւ Ամերիկան առաջի օրվանից ծրագրել են եւ ըստ այդ ծրագրի առաջ են գնում, մի երկու անգամ էլ եթե չեմ սխալվում Տրամպը հայտարարել է, որ նույնիսկ ծրագրից առաջ են։ Ես կարծում եմ, որ Տրամպը կհասնի իր նպատակին եւ դա կլինի իրավիճակի փոփոխություն Իրանում համենայն դեպս չի լինի արդեն իսլամական հեղափոխության այս վարչակարգը, թե ինչպիսի վարչակարգ կլինի, հիմա դժվարանում եմ ասել, բայց ես կարծում եմ, որ Տրամպը մի քիչ հիմա ժամանակ շահելու խնդիր ունի, որպեսզի կարողանա իր ուժերը ավելի կենտրոնացնել, ինչպես տեղյակ եք, ուժեր են տեղափոխվում նորից ծոց, որպեսզի, այսինքն ցամաքային ուժեր։ Ես կարծում եմ ցամաքային ուժերը մինչև շաբաթվա վերջ արդեն տարածաշրջանում կլինեն եւ Տրամպը կսկսի Խարկ կղզի գրավումը, ինչից հետո արդեն պարզ կլինի, արդյոք Խարկից տարածվում է ցամաքային հարձակումը դեպի Իրանի տարբեր մասեր, թե նաև պարզ կլինի, թե Իրանի վարչակարգը ինչ հանգուցալուծման կողմնակից կլինի։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Խնդրեմ։ Զրուցակիցս Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։
Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Իսկական ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ քեզ անկաշկանդ ես զգում, երբ ամեն ինչ իր տեղում է, իսկ դու քո տարերքի մեջ, երբ պատերը ոչ թե սահմանափակում են, այլ ոգեշնչում։ Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից, եվրոպական պաստառների նոր ու լայն տեսականին, գերմանական Rush, ֆրանսիական Ugepa, իտալական Parato եւ Emiliana Parati, Hohenberger, Ravenna, Elysium, Wallap, It's Show, արդեն իդեալ համակարգում սկսած ընդամենը 490 դրամից։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։